երեխայի տուտուզը հավասար է մեծերի դեմքին ու ես շատ նեղվել էի ստրես էի տարել նույնիսկ լացել եմ չեն ասում չինացիները որովհետև կեշոս օրինակ համար կեշս մայ առաջորերը սիրում չի ողջույն սիրելի հետևորդներ ջան հուսամ լավ եք շատ են ինձ հարցնում են Չինաստանում երեխաներին շատ խիստ են մեծացնում կամ հակառակը Հայաստանում շատ փափուկ են մեծացնում Իրականում ճշմարտությունը մի փոքր ավելի բարդ է Այսօր ես կպատմեմ, թե ինչ տարբերություններ եմ տեսել երեխաների դաստիարակության մեջ Հայաստանում եւ Չինաստանում, ելնելով իմ փորձից որպես 3 երեխաների մայր Առաջինը ուզում եմ խոսել սիրուց եւ ջերմությունից Այսինքն այն զգացմունքներից, որոնք ծնողները տածում են իրենց երեխաների հանդեպ եւ ինչպես են Հայաստանում եւ Չինաստանում, ծնողները արտահայտում իրենց զգացմունքները Հայաստանում դե գիտենք, բոլորս համարը այդպեսին ենք, իհարկե լինում են բացառություններ, բայց հիմնականը բոլորս իմ սրտիկը, իմ բալեն, իմ տիեզերքը, իմ սերը, ես ինքս էլ այդպեսին եմ, ու այդպեսի բառերով եմ իմ երեխաներին սիրում, գրկել, համբուրել, շատ ջերմ հայերը շատ էմոցիոնալ են, շատ ջերմ են, անավանդ երեխաների հանդեպ։ Իսկ ինչպես են չինացիները։ Նայեք, ուրեմն չինացիները իրենց երեխաներին իհարկե բնականաբար շատ են սիրում, բայց ես շատ քիչ եմ նկատում այդ համբուրելը, գրկելը կամ այդպիսի բառերով բնութագրելը։ Ես մեկ-մեկ որ լսել եմ կողքից, ինչ են ասում չինացիները, որովհետև գեշոս, օրինակ համար գեշս։ Հիմնականում տենց ինչ որ բացասական բառերով են իրենց երեխեքին սիրում, մի քիչ սառն են իրանք ու այդ իմ համար շատ խորթ է։ Իհարկե ես վերջում կասեմ նաև թե ինչպիսին է այդ ամեն ինչը տեղի ունենում մեր ընտանիքում, որովհետև մեր ընտանիքում մի քիչ ավելի ուրիշ է։ Դե մենք հայերս գիտենք, որ մեր տանը երեխա է ծնվում, դա մեր համար մի այլ կարգի ուրախություն է, երջանկություն է, մեծացնում ենք իրան, որպես այսպես բամբակի մեջ, այսպես ասած։ Իսկ Չինաստանում էլի սերը կա, համար իրանց երեխան շատ կարևոր է, էլի ամենակարևոր մասնիկն է, բայց իրանք երեխային վերաբերվում են հավասար, այսինքն ինքը հավասար է բոլոր տան մնացած անդամների հետ։ Տան յուրաքանչյուր անդամ ունի իր իրավունքները եւ պարտականությունը։ Չինացիներն էլ երեխային վերաբերվում են հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունեցող անձ։ Ու եթե մենք երեխային վերաբերվում ենք որպես մեր տան հրեշտակ, մենք շատ ենք իրան այսպես կարևորում, բարձրացնում, շատ զգուշ ենք վերաբերվում, շատ հոգատարությամբ ու ջերմությամբ ենք մոտենում։ Չինացիները երեխային նայում են որպես իրենց ապագա, նայում են իրենց տան ապագա աշխատող իրենց տան ապագա հույսը, այսինքն իրենք երեխային ունենում են, իրան պահում են, ամեն ինչով ապահովում են, սիրում են, բայց այդ երեխայից շատ մեծ սպասելիքներ ունեն։ Կենցաղից խոսենք, կենցաղի մեջ օրինակ ամենահասարակը հենց սնունդը երեխաներին կերակրելը, չէ՞, մենք հայ մայրիկներս հիմնականում երեխաներին համոզելով, չգիտեմ, խաղերի տեսքով, մուլտիկ նայելով, մենք փորձում ենք իրեն ամեն կերպ համոզել։ Ինչպես ենք համոզում, օրինակ, չգիտեմ, դարպասը բաց, մեքենան եկավ դր բոլորս գիտենք, էլի նման հետաքրքիր ձևով, իսկ Չինաստանում երեխաներին համոզում են, որ այդ սնունդը իրանց դեղամիջոցն է, այսինքն իրանք լավ սնվեն, իրանք իրանց փորի մեջ ջիջու չեն ունենալու, եթե իրանք լավ սնվեն, իրանց մաշկը շատ գեղեցիկ է լինելու, եթե իրանք լավ սնվեն, իրանք շատ խելացի են լինելու, այսինքն դա մի հատ դեղամիջոց է, որը իրանց հասցնելու է հաջողության։ Այդպես են համոզում երեխաներին ու մեր տանն էլ է այդպես, քայցենը միշտ երեխեքին այդպես է համոզում ու բավականին լավ ստացվում է։ Հաջորդը ասեմ հագնվելու վերաբերյալ, եթե մենք հայերս երեխաներին հագցնում ենք կարևորը սիրուն լինի, մաքուր լինի, կոկիկ լինի ու շատ տաք լինի, չինացիները այդպես չեն, չինացիների համար ամենակարևորը որ հարմար լինի, ինքը կարա ընդհանրապես սիրուն չլինի, ընդհանրապես կոկիկ չլինի, կարևորը այն է, որ երեխան իր այդ հագուստի մեջ իրեն հարմար զգա, այդ հագուստը իրան չնեղի, փոքր երեխաներին իրանք ընդհանրապես չեն ընտրում կաշվից կոշիկ, շատ քիչ է լինում մանավանդ մեծահասակները։ Ես գնամ ու Չինաստանում վիդեոներ նկարեմ, դուք կտեսնեք իրանց տատիկը ոնց է իմ երեխաներին հագցնում, կարևորը հարմար լինի, ճիշտ է, մենք այդ հագուստի վերաբերյալ շատ հաճախ ունենում ենք վիճաբանություններ, թեթև, բայց այդպիսին են իրանք։ Կիսուր շատ հակված է, որ երեխաներին տաք հագցնի, բայց տեղեր կան, որ Չինաստանում երեխաներին ձմեռվա կեսին նույնիսկ իրանք հագցնում են պամպերսի տեղը, իրանք պամպերս չեն հագցնում, պամպերսի տեղը հագցնում են սենց ճեղքվածով, այսինքն բացվածքով շարվարներ, որ երեխայի տուտուզը, այսպես ասած, դրսում է գտնվում։ Ու ես որ ասում եմ, այս երեխան չի մրսում, ասում են, ոչ, Չինաստանում երեխայի
տուտուզը հավասար է մեծերի դեմքին, այսինքն մենք եթե մեր դեմքը դրսում չի մրսում, կարանք չծածկենք դեմքը, երեխայի տուտուզն էլ չի մրսում։ Այդպես է։ Հաջորդը խոսենք պարտականություններից եւ պատասխանատվություններից, որոնք իրանք երեխաների վրա դնում են արդեն իսկ փոքր հասակից։ Եթե մենք Հայաստանում մեր փոքրիկ երեխաները, 3, 4, 5, 6 տարեկան երեխաները մենք հիմնականում իրենց մեծացնում ենք անդարդ, այսինքն իրանք տան մեջ, կենցաղի մեջ ինչ որ պատասխանատվություն չունեն, որ չեն ասում, որ ես առավոտ շուտ ելնեմ, որ այս անեմ, այն անեմ, այն անեմ, ճիշտ է։ Իսկ Չինաստանում այդպես չի։ Չինաստանում երեխաները արդեն իսկ 3 տարեկանից սկսած, երբ որ իրանք պարտեզ են գնում, նույնիսկ 2.5 տարեկանից, իրանք գիտեն իրենց պարտականությունները։ Իրանք գիտեն, որ իրանք առավոտ արթնանում են, իրենց տեղերը պետքա ուղղեն, հավաքեն։ Իրանք գիտեն, որ իրենց կոշիկներու հագուստը իրանք ինքները պետքա հագնեն, ինքնուրույն։ Իրանք ուտելուց հետո պետքա սեղանից վերցնեն իրենց ափսեները։ Փոքր տարիքից մեծանում են ինքնուրույն, մեծանում են պատասխանատու, պարտաճանաչ։ Երեխաները արդեն մեծանում են, դառնում են պատանի կամ երիտասարդ, իրանք որևէ միջավայր մտնելուց էլ չեն վախենում, քիչ դժվարությունների են հանդիպում, որտեղ իրանք արդեն սովոր են փոքրուց լինել ինքնուրույն։ Խոսենք մի փոքր կարգապահության մասին, գոյություն ունի ռեժիմ, սննդի, քնի, խաղի, դասի։ Հայաստանում ընտանիքներ կան, որոնք ունեն սննդի ռեժիմ, չէ, ժամին սնվել, բայց մեծամասամբ մենք հիմնականում երբ մարդիկ, ասենք, տան անդամները հավաքվեցին տանը, այդ ժամանակ են հաց ուտում։ Իսկ Չինաստանում այդպես չի։ Չինաստանում մենք առավոտյան մինչև ժամը 8-ը, 8:30 արդեն նախաճաշած պետքա լինենք։ Ժամը 12-ից մինչև 1-ը արդեն պետքա ճաշած լինենք։ Երեկոյան էլ 6-ից 7-ը արդեն ընթրիք ու վերջ։ Այդ ռեժիմի ինստիտուտը իրանց մեջ մտնում է արդեն 3-ից 4 տարեկան հասակում։ Նաև կխոսեմ մի բանի մասին, որ օրինակ մենք Հայաստանում մեր երեխաներին ինչ որ բան ենք արգելում, չգիտեմ, օրինակ քաղցր ուտել, հեռախոսով խաղալ կամ չխաղալ, չգիտեմ։ Մենք կարող է այսօր ասենք չի կարելի չխաղաս էս հիմա, հետո ինչ որ մենք զբաղված լինենք կամ գործ ունենանք, ասենք լավ մի քիչ խաղա, ու այսքան, բայց այսքան, հա, դրանից ավել չխաղաս։ Այսօր կարելի է, վաղը չի կարելի է, մյուսօր նորից կարելի է, իսկ Չինաստանում այդպես չի։ Չինաստանում արդեն սա չի կարելի ու չի կարելի։ Ընդհանրապես, եթե հեռախոսով չի կարելի խաղալ, դա միշտ չի կարելի, այսինքն այսօրվա չի կարելի, վաղը չի դառնում կարելի։ Խոսենք նաև ավանդապահության մասին, որը երեխաները փոքր տարիքից սովորում են, որ իրենց ավանդությունները իրանք պահպանում են։ Տեսնում են մեծերը ոնց են անում, իրանք նույն ձևի։ Չինաստանում, ասենք, մեծերի հանդեպ հարգանքը երեխաների մեջ մտցվում է արդեն այն պահից, երբ որ իրանք սկսում են խոսալը։ Իրանք պարտադիր բոլորին դիմում են իրենց տիտուլով, երբեք անունով չեն դիմում։ Եթե մենք Հայաստանում օրինակ ամր լիքը ընտանիքներ գիտեն, որ երեխաները ծնողներին դիմում են անունով, ու մենք դրան նայում ենք որպես ինչ լավն է, ինչ համով ասենց, բայց Չինաստանում այդպես բան չկա, ասենք ծնողին երբեք հենց իրանք տատիկ պապիկը, ես այնտեղ չեմ, չէ, ինձի չեն ասում, թող զանգի, ասա Զարա կամ չգիտեմ, ինձի Լալա են ասում, ասա Լալա։ Mən հələ ասեմ մամա, մաման ուր է, ու սովորացնում եմ, որ դա իր մաման է, դա իր պապան է, այսինքն անունով դիմելը դա չի նայվում որպես ինչ լավն է, ինչ համով, ասենց կատակով, էլի, ու նույն ձևի մեծ մորքուրին մեծ մորքուր, մեծ տատիկին մեծ տատիկ, փոքր տատիկին փոքր տատիկ, երկրորդ տատիկին երկրորդ տատիկ։ Երեխաները փոքրուց սովորում են որպես օրենք ու մնացած ավանդույթները նույնպես, դա կապված լինի տոների հետ, կապված լինի, չգիտեմ, կենցաղային ավանդույթների մեջ, փոքր տարիքից, երբ որ իրանք սկսում են արդեն խոսելը, դա մտնում է իրանց մեջ։ Ուզում եմ խոսել, որպես ես 3 երեխաների մամա, ինչպես եմ վերաբերվում այս ամեն ինչին։ Ոնց է ամեն ինչը դասավորվել մեր միջազգային ընտանիքում։ Ինչպես ասել էի նախորդ վիդեոներում, մենք փորձում ենք հարգել երկու կողմի մշակույթները եւ վերցնել ամենալավը, ինչը որ մենք կարծում ենք դա ոսկե միջինն է։ Հենց նույն սիրուց եւ զգացմունքները արտահայտելուց մեր տանը դա տեղի ունենում, բացի սկեսրերիցս, մնացածս բոլորը դա տեղի ունենում հայկական ձևով։ Սկիսուրս էլ է ինձնից սովորել, Քայթեն էլ է ինձնից սովորել, որ մենք պետքա երեխաների հետ շատ ջերմ լինենք ու հիմնականում լինենք էմոցիոնալ, որպեսզի երեխաներն էլ այդպեսին լինեն ու իրանք էլ իրար մեջ, Իլանն, Լեոնն էլ իրանք իրար մեջ եւ կռվելու պահով են էմոցիոնալ եւ սիրելու պահով են էմոցիոնալ։ Չինաստանում չկա այդ գրկել համբուրելը, մեր ընտանիքում կա ու մերոնք լավ սովորել են այդ ամեն ինչը ինձնից ու ես շատ ուրախ եմ դրա համար, որտեվ ես ինքս սիրում եմ ջերմությունը։ Երեխաների դերը տան մեջ Ես այս հարցին մոտեցել եմ մի քիչ հայկական ձևով, իմ համար իմ երեխաները մեր տան ամենակարևոր մարդիկ են, մերոնք էլ են նույն ձև վերաբերվում երեխաներին, որովհետև չգիտեմ,
Ես շատ դժվար եմ իմ երեխաներին ունեցել ու իրենք իմ համար շատ թանկ են, ես ամեն ինչ տենց սերմանել եմ, որ կեսուրն էլ, կեսրայրն էլ մեր երեխաներին վերաբերվում եմ որպես մեր տան, չգիտեմ, գանձը, այսպես ասած։ Տատիկ պապիկի ներգրավվածությունը դե այս պահին այնպես է դասավորվել, որ մենք առաջնորդվում ենք չինական ձևով, երբ որ ես տանը չեմ լինում, Քայցենը տանը չի լինում, իսկ դա շատ հաճախակի է լինում, որտեղ Քայցենը հիմնականում գործով դուրսն է, ես էլ այս պահին Հայաստանում եմ ու երեխաների դաստիարակությունը մնացել է տատիկ պապիկի վրա, իրանք մոտենում են, երբ որ մենք տանը չենք լինում, երեխաների հետ շատ խիստ են, բայց երբ որ մենք ու ամեն ինչ շատ լավ ընթանում, տեղը տեղին, կարգու կանոնով, բոլորը գիտեն, որ ժամին ինչ անեն, ոնց անեն, մենք վերադառնում ենք տուն, վերջ։ Իմ երեխեքը դառնում են գազանիկներ, իրանք քնելը մոռանում են, չգիտեմ, հաց ուտելը մոռանում են, լեկստվում են մի խոսքով։ Հագնվելը իմ համար ամենադաժան թեման է, ժողովուրդ ջան, որովհետև ես շատ եմ սիրում, երբ որ երեխաները հագնվում են կոկիկ, մաքուր եւ ամենակարևորը սիրուն։ Բայց այս պահին ես ուղղակի ճար չունեմ, ես ինչքան էլ որ այստեղից հագուստ առնում եմ, պատվիրում եմ, ուղարկում եմ, մեկը իմ գիսուրը, քանի որ այդպես հագցնել լավ չգիտի, ինքը հագցնում է նենց, ոնց որ իրան հարմար է, ոնց որ երեխաներին հարմար է, տաք է, ու այդ դրա վրա մենք շատ ենք ունենում խոսակցություններ, նույնիսկ արդեն վերջերս Միլաս շատ էին եղվել այդ օրը, Միլան արտահայտվել էր վիդեոն, որ մամա լավ էսի բանա լայն այսի sense փորիկներ ունի, լավա թող տատիկը առնի, դու մի առ, ու ես շատ նեղվել էի, ստրես էի տարել, նույնիսկ լացել եմ։ Սկզբից մտածում որ մենակ Քայցենին ասեի, բայց հետո հասկացա, որ չէ, Քայցենին պետք չէ ամեն ինչի մեջ խառնել, ես ուղղակի սուրից գրեցի, որ ես որ հագուստը որ առնում եմ, մտածում եմ, որ դա սիրուն է, խնդրում եմ երեխեքին դա էլ հագցնել, ու նենց չսովորացնել, որ գիտես ինչ քո մամայի առաջօրերը սիրուն չի, շատ կեշ հարմար չի։ Ինքը սկիզբից չէր սպասում, որ ես կարտահայտվեմ, բայց ամեն ինչ լավ ընթացավ, ասես որ դու զգացել ես երևի, որ ես նեղվել եմ մի անգամից, թե բանը լավ, դու որ կարծում ես սիրուն է ուղարկի, ես էդ էլ կհագցնեմ այսպես, շատ բարդ օրեր ու ես զգացի, որ իմ հեռու գտնվելը վատ անդրադարձ ունենում այդ առումով, բայց դե այս պահին տարբերակ չկա, ճար չկա, հենց որ ես էլ իմ կողմից պետք է համակերպվեմ, իրանք էլ այն կողմից զիջեն ու հուսանք շուտով ամեն ինչ լավ կլինի, որովհետև երբ որ ես նայում եմ վիդեոների մեջ, որ իմ երեխեքը սիրուն չեն հագնված, իմ վրա շատ վատ անդրադառնում, ամեն դեպքում ես սիրում եմ, որ շատ սիրուն են հագնված լինում։ Այստեղ նաև խոսեցինք երեխաների պարտականությունների եւ պատասխանատվության մասին, երբ որ իրանք փոքրուց մեծանում են ինքնուրույն, իրանք հագու կապը, իրանք սնվելը կամ տան գործերում օգնում են մամային, տատիկին, իմ համար շատ կարևոր է, ես շատ ուրախ եմ, որ իրանք տենց են մեծանում, հայկական մտածելակերպը եւ իրանք մտածելակերպը համատեղելը դժվար է լինում, որովհետեւ ես օքեյ, թող Միլան ինձ օգնի այդ պահանի, այսինքն ինչ որ գործ անում, թող օգնի, կոշիկներին է հավաքում կամ նասկիներին է ծալում, հավաքում է, ասում եմ լավ, թող օգնի ինձ Ես նայում եմ, որ ինքը անում է, դա երեխա է, բնականաբար ինքը իդեալական չի անում, այդ ամեն ինչը շատ դանդաղ է անում ու իմ մոտ հազիվ եմ ինձ ասում, բայց ասեմ չէ, լավ, Միլա ջան, դու մաման կանի օրինակի համար, ցենց համբերատար սպասում եմ, որ լավ երեխան թողանի, թող սովորի։ Եթե այսօր ինքը չսովորեց, եկու շատ դժվար է լինելու իր համար, ու ասենց ահա համբերատար սպասում եմ, բայց երբեմն շատ դժվար է տրվում ինձ այդ ամեն ինչը համատեղել։ Ավանդապահության հետ կապված ասեցի, որ երեխաները սովորում են փոքրուց, որ ավանդությունները պահեն, ու մեր ընտանիքում իմ երեխաները սովորել են ոչ միայն չինական ավանդույթները պահել, այլ նաև հայկականը ու դրան աջակից է լինում նաև Քայցենը, որտեղ երբ որ ես ստեղ եմ լինում, ինքը երեխաներին սովորեցնում եմ, որ Հայաստանում այսպես է, օրինակ համար նոր տարին այսպես են նշում, չգիտեմ, որոշ ավանդույթներ կա, որ ես ինքս եմ պահում, նույն ձևի իմ երեխաները։ Այսքան է սիրելի հետևորդներ ջան, իդեպ Քայցենին խնդրել եմ Չինաստանից վիդեո ուղարկել, հեսա իմ խոսքից հետո տեղադրեմ, նայեք։ 发的游戏，结果这边的家长一组，这边的一组，然后好，非常棒。加油！ 这个是啥呢？这个是
狗狗。你拿着转过来让爸爸看你打的狗狗。呀，有奖状了吗？那证明你长大了啊！奖状要收好，知道吗？不能丢了啊！折转了。你给爸爸这啊，爸爸给你收起来啊。能下雪啦？啊！哇哟！爸爸，明就是下雪，马上就过年了。对，马上过年了。咦，过年就妈妈回来了！耶！那是个。对，下雪咱们就要过新年，穿新衣服，吃好吃的。爸，下这个，爸爸下午雪，可下午雪，妈妈就回来了。对，妈妈就快回来了。对，妈妈在坐火车呢。下雪了。小黄毛。热吃的好啊。维米娜画的真漂亮。这你画的什么？冰跟火，冰块跟火。一块跟火，哟，这是什么呢？雪花跟水。哇，画的真好看。闪娃娃，这娃娃，看娃娃吧，娃娃。我家乐乐会捶背。是，阿姨还喜欢我吗？喜欢，我小磊又长得最好看了。啊不，这么多好吃的，哪个？对，走。我们一起吃这个。这啥呢？啊？你尝一尝就知道好吃不好吃了。我尝尝。尝尝，那你尝嘛。你想要哪个？这是草莓的。那我要草莓的。你想要什么口味的？这个。桃子，那桃子味的好吗？行。那要把那个怎么了？放回去。啊，不要这个了，在那边后边。爸爸明天又要出去工作了啊。不要。啊？怎么了？我给爸爸睡。给爸爸睡。哎，你去外边工作，你再去外边工作。哦，没办法，这马上要过年了，咱们呢要好好工作，是吗？然后呢，发工资，给你发工资。那爸爸明天就出去工作了啊？不，咋的呢又？我们不买衣服了。不买衣服了？啊，买呀，新年当然要穿新衣服呀。我们已经买过了。谁买的？奶奶。还有谁呢？没有了。妈妈没给你买啊？真是，妈妈在网上给你买了。但是我不想让你工作，你这样工作一个，你工作2天。3天。3天过了3天。对，就回来了。再过去。对，然后你看给你们买的零食也就吃3天。这个呢？对，等你们零。我喜欢爸爸工作。你看，等你们零食吃完了，我回来了，又能带你们去买零食。Այսքանը սիրելի հետևորդներ ջան, շնորհակալ եմ ձեզ դիտումների համար։ Եթե հավանեցիք, կարող եք լայքել, ավելի շատ հավանեցիք, կարող եք բաժանորդագրվել, մեկ էլ կարող եք համենալ իմ Instagram, որտեղ այնտեղ ավելի հաճախ եմ տեղադրում վիդեոները, ստորիները, քան YouTube-ում եմ հասցնում, հենց որ համեցեք։ Լավ մնացեք, կտեսնենք հաջորդ վիդեոյում։